Վերադարձանք տաղավար, որպեսզի տեղափոխվենք մեկ այլ տաղավար։ Այո, եւ այդ տաղավարն է մեր խոհանոցը, Բարի Լույս Անուշ եւ ոչ միայն Անուշ, նաեւ Ծովինար, Բարի Լույս։ Բարի Լույս։ Այսօր իմ հյուրն է ֆուդբլոգեր Ծովինար Զատիկյանը եւ շատ համեղ բաղադրատոմսով է եկել։ Ծովինար, դու ներկայացրու, ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր ծանոթանալու ենք ֆրանսիական խոհանոցի հետ, պատրաստելու ենք ռիետ։ Ենթադրում եմ, որ ծանոթ չեք լինի ռիետին, բայց հավանաբար ծանոթ կլնեք պաշտետ ասվածին, հավանաբար ձեր տատիկը կամ մորաքույրը տանը պաշտետ հավի թոքից կամ ինչ-որ մի բանից պատրաստած կլինի։ Սա ռիետը պաշտետի հորեղբոր տղան է։ Մի քիչ ուրիշ կառուցվածքով, մի քիչ ուրիշ կտրվածքով։ Հիմա անելու ենք երկու տեսակ ռիետ, ձկան, այսինքն տարբեր միջուկներով են սովորաբար անում։ Այո, անելու ենք ձկան եւ ծովախեցգետնի։ Ձուկը ինձ մոտ սաղմոն է, արդեն ջերմամշակում անցած, եփված համեմունքներով, իսկ ծովախեցգետնինը հիմա կտապակենք։ Շատ լավ, ես արդեն սկսեցի կտրել համեմը։ Ձուկը եփել եմ ռոզմարինով ու թայմով, թարմ, երկուսն էլ թարմ։ Նախապես եփել եմ ու ինքը լավ կլանել է համերը ու թեթև աղ ընդամենը։ Եվ նույն ձևով, որպեսզի համերը նորից լավ խառնվեն, դու արդեն համեմել ես մի փոքր։ Ես մի փոքր համեմել եմ, բայց հիմա նորից կավելացնեմ Պրովանսից համեմունքներ, որի ամենահատկանշական եւ հաճելի համը մեջի նարդոսն է։ Գիտեք, որ ֆրանսիական ծաղիկը, ֆրանսիական ծաղիկը որն է։ Որն է քիչ հետո կհիշենք։ Լավանդան, բոլորիս հայտնի լավանդան, գիտեիք, որ հայերեն նարդոս է։ Այո, ես ուզում եի հարցնել, որովհետև ականջիս առնվազն առաջին անգամ հնչեց նարդոսը որպես ծաղիկ կամ բույս։ Երբևէ լսած կայք, որ լավանդան Գիտեիք, որ լավանդան նարդոսն է։ Ոչ։ Լավ, ինչեր ասես, որ չեք բացահայտի մեր խոհանոցում։ Այո։ Ահա, հիմա ես համեմը կտրեցի, այստեղ նաև ունենք սամիտ ու մի քիչ սոխ կկտրենք, հետո կասենք, թե ինչ պետք է անենք։ Ծովախեցգետինը թեթև տապակում ենք, ամեն կողմից մի քանի րոպե, շատ պետք չի տապակել, որ չկարծրանա։ Ահա, հիմա մի քիչ թող տապակվի։ Համեմունքները բավական են, ծովին արդեն մի փոքր էլ ավելացնեմ։ Այս Պրովանսից համեմունքները արդեն կդարձնեն ծովախեցգետինը կատարյալ։ Աղ կար, պղպեղ կար, ներսում։ Եվ վերջ, ուրիշ ոչ մի համեմունք։ Ուրիշ ոչ մի համեմունք չէ։ Ընդհանրապես ծովախեցգետինը շատ տապակում են սխտորով օրինակ, էլ ինչ է ավելի շատ սազական։ Անուշ, ես որ նախապես համեմել եմ, այո, համեմունքային այդ խառնուրդի մեջ կար սխտորի փոշի, սոխի փոշի, աղ, ուղղակի դրանք երևի թե պարտադիր են, ես նույնիսկ չեմ էլ նշում, անպայման են դրանք։ Ես չգիտեմ ծովախեցգետնին ինչով են տապակում, բայց ծովախեցգետնի հետ կապված հետաքրքիր փաստեր գիտենք։ Ապա։ Կուզեք կիսվենք ձեզ հետ։ Իհարկե, միանշանակ։ Օրինակ դուք գիտեք, որ ծովախեցգետնի սիրտը որտեղ է գտնվում։ Չէ, ասեք։ Գլխում։ Գլխում։ Իսկապես։ Բա։ Գլխի հատվածում է։ Եվ միակ կենդանիարեսն է այս տարօրինակ անատոմիայով։ Միակ ասելով իհարկե ութոտնուկները, խեցգետնակերպերը եւ կաղամարները եւս այս անատոմիանում են։ Հետաքրքիր է։ Բայց այսքանը չէ որ հետաքրքիր է։ Գլուխը մի վայրում է։ Մի վայրում են եւ համահունչ են, հա։ Հա։ Ինչ լավ բան մտածեցիք, բայց գիտես։ Մեր ամբողջ կյանքի պայքարը եւ կռիվը սրտի եւ գլխի Մանիսական տարբեր ուժեր են, էլի, մեկը ուր է տանում, մեկը ուր է տանում։ Չենք ծնվել։
Կամ ծովախեցգետին։ Չէ, ծովախեցգետինը շատ են օգտագործում։ Մի կենցանի որ չբռնեին ուտեին։ Այստեղ չեն կարող ասել սրտով մտածի գլխով մտածի։ Այս դեպքում իրաց տանը չեն կարող հաստատ ասեն, տղաս միշտ չի որ սրտին պետք է լսել կամ հակառակը։ Մի շատ զարմանալի փաստ եւս։ Այսա վստահ եմ շատերին կզարմացնի եւ կհետաքրքրացնի։ Ծովախեցգետիները որոշ տեսակների ծնվում են արու։ Իսկ Եվ հասունանալով ժամանակի ընթացքում դառնում են էգ։ շատ զարմանալի էր։ Իսկ Բայց սա փաստ է։ զարմացրեցիք։ Գիտեի։ Սա փաստ է։ Ոչ։ Այս դեպքում էլ ծնողները չեն մեղադրի։ Դե հիմա բնությունն է այդպես։ Ստացվում է մի քանի տարի անց փոխում են իրենց սեռը, Բնությունը փոխում է այո նրանց սերը։ Եվ հիմա պետք է հասկանալ, արդյոք մենք գիտենք այն ծովախեցգետինները, որոնք տապակվում են շատ ակտիվ։ Մեր թավայի մեջ հիմա եկեն։ Եկեք հանգիստ թողենք ծովախեցգետիններին, ես ձեզ ավելի հետաքրքիր բան ասեմ։ Մի լայֆ հակ ռիետի դեպքում։ Եթե մի օր հյուրեր եք ունեցել, ահագին առատ մթերք եք կուտակել խոհանոցում, կամ հաջորդ օրը զբաղված եք, ժամանակ չունեք սնունդ պատրաստելու, արդեն պատրաստ մսամթերքը կլինի ձուկ, կլինի հավ, կլինի խոզ, կլինի բադ, Յուրաքանչյուր մսատեսակ։ ցանկացած կարող եք սարքել ռիետ եւ ինքը կշողա նոր փայլով ու կդառնա միջուտեստ, նախուտեստ։ Այսինքն մեզ պետք է որևէ մսատեսակ կամ ձկնատեսակ եւ ավելացնում ենք այստեղ պանիր, Չէ, պանիր, սերուցքային պանիր, այո։ սերուցքային պանիր եւ ինչ։ Եվ մնացած ինչ որ տեսնում ենք այստեղ։ Այո, ես հիմա հերթով ավելացնելով կասեմ։ Եվ մենք ունենք այստեղ կապար, թթու վարունգ, թթվասեր։ Ուրեմն իրականում, ինչ որ դժվար է գալիս։ Իրականում Ես օգնեմ դու։ Իրականում շատ նախկինում ռիետը պատրաստել են խոզի մսով եւ բադի։ Երևի մի քանի տասնամյակ է, որ ռիետը պատրաստում են նաեւ ծովամթերքով։ Դա ազատ ընտրություն է տալիս մեր տնային տնտեսուհիներին օգտագործել ցանկացած մսամթերք։ Ինչ լավ բույր է գալիս։ Այն ինչ որ սիրում են, այն ինչ որ տանը ունեն։ Շատ լավ։ Հիմա ավարտեցինք։ Անջատես, ահա։ Ուրեմն ռիետի հատկանշական պահն այն է, որ շատ մանր ստրուկտուրա չունի։ Պետք է երևա կտոր։ Լավ, ինչ ենք անում։ Սա էլ պետք է կտրենք։ Անուշ, հա, սա էլ մի թեթև կտրատի, բայց շատ մանր չէ, լավ։ Լավ։ Ուրեմն ձկան ավելացնում ենք կանաչ սոխ։ Ես կարծում եմ կփորձեմ ծովախեցգետինը, Ռուբեն։ Սամիտ։ Ես գլխի եմ ընկնում ինչ ես դու ուզում ծովախեցգետինը փորձել։ Հասկանում ես, որ կարիք ունեմ կալորիաներ այրելու, Վայ չէ, դու չէ։ բայց գիտես, Ես ունեմ, դու չէ։ Այն մարդիկ, ովքեր ուզում են նիհարել, լավ կլինի սառնարանում պահեն ծովախեցգետին, որովհետև ծովախեցգետնի 100 գրամը կալորիաներ է այրում եւ տալիս է մեզ 20 գրամ սպիտակուց։ Հարուստ սպիտակուց է, այո։ Այնպես որ շատ հաճախ պետք է օգտագործենք հատկապես այս շրջանում, որովհետև շատ շուտով լողազգեստներն են գալի այցի մեզ բոլորիս։ Շատ շուտով մարդկանց կյանքում արդեն եկել են, Ռուբեն, դա Դե մեր կյանքում, ես դրամար նշեցի Ամառ է դրսում։ շատ շուտով, եւս մեկ ամիս, եւ օգոստոսը հուսանք կհանգստանանք։ Հա? Շատ եմ սիրում հոսանք բառը։ Փոքր ժամանակ, որ ինչ-որ բան էի խնդրում մամային եւ պապային, ասում էին կմտածենք։ Հուսանքի կոնտեքստն ունի։ Այ որ դու էլ ծնող դառնաս, դու ես դեռ ասելու, որտեղ մենք ենք շատ հաճախ ասում կմտածենք։ Այդ մտածելու մեջ գիտես ինչքան բան է մտնում։ Որ ամեն ինչ պետք է հաշվի առնես, Հաշվարկել, համակարգել, իսկ երբ որ երեխային ասեցիր այո, հանկարծ մի բան է չստացվի, այնպես չգնա ընթացքը ու չլինի, վերջ դու ամբողջ հիշիր, երբ որ մեզ ասում էին այո կլինի ու հետո չէր լինում։ Սև ցուցակ էին իրանք ընկնում իմ մոտ։
Բայց մենք ենք ընկնելու արդյունքները։ Որ փոլում ենք ինչ ենք անում։ Ահան։ Ես կտրտում եմ ծովախեց գետինը, դուք պետք է բույրը հասել է այդտեղ, ես չգիտեմ։ Ձմռան տարբերակ ավելի առաջ է, քան ծովախեց գետնի տարբերակը, որովհետև նախապես խաշած էր։ Ահա։ Ահան, Պանրային սերուցք եք դուք քիչ առաջ խառնում ծովին, ճիշտ եք ասեցիք։ Պանրային սերուցք, այո, ձկան տարբերակում պանրային սերուցք, որպեսզի ստրուկտուրան լինի քսելուն հարմար, կրեմային, նուրբ լինի։ Իսկ ծովախեց գետնի տարբերակում կավելացնենք թթվասեր։ Եվ այստեղ թթու վարունգն է արդեն կտրում։ Թեթև թարմ հաղորդելու համար ձկանը ավելացնում ենք կապար։ Շատ սազում է ձկանը, ասեմ։ Այո, շատ, յուրաքանչյուր ձկնատեսակի հետ մի քանի կապարը արդեն Գիտեք, որ Հայաստանում շատ հաջող աճում է կապարը, բայց շատ մեծ, այսպես մեծ պտուղներով։ Հատկապես Սյունիքի մարզում։ Այս վերջի շրջանում հասկացել եմ, որ ամեն ինչն էլ Հայաստանում լավ աճում է։ Ուղղակի մենք վատ ենք ներկայացնում։ Ուղղակի չենք իմացել, որ դրանք շատ հանկարծ եւ կարեւոր համեմունքներ են։ Ուղղակի չենք իմացել։ Ու հանկարծ որևիցե մի գյուղատնտես կամ խոհարար, չգիտեմ, Իտալիայում սովորաբար միշտ այնտեղ կամ Ֆրանսիայում էլի լինում։ Ասում են, գիտեք կապարը ինչ համեղ է եւ օգտակար։ Գիտեք ավոկադոն ինչ համեղ է եւ օգտակար։ Եվ մենք Իրականում դրանից մեր դաշտերը լիքը կարգում։ Իրականում մեր տատիկները դեռ երբվանից կապարը հենց այդպես մարինացրել են, ինչպես հիմա մենք օգտագործում ենք, իրենք էլ են օգտագործել, պարզապես ավելի քիչ։ Հիմա մեծ տարածում է գտել։ Ես նույն կերպ զարմանում եմ, մեզ մոտ ինչի չեն աճեցնում եւ օգտագործում արտիչոկները։ Այո, արտիշոկ, ինչպես ասում։ Արտիչոկ հայերեն։ Հայերեն չեյով, այո։ Այո։ Իսկ դա ինչ է կներեք մենք խոհարարի ֆանուսերը։ Այսպես ծաղիկի նման տենց բույս է, որը Արտիչոկ։ արտիչոկ, այո, ինքը ծաղիկ է։ Եվ դա առաջ շերտերով, դրսի շերտերը հանում, փորում մնում է ինքը սենց ամբողջ սենց կոկոն կարծես կոկոն վիճակը եւ թթու ոնց որ վարում դա ոնց որ կապարը այդպես էլ արտիչոկ, այո։ Շատ համեղ է եւ օգտակար է, այո։ Ինչ են մնում մեզ անել։ Կարծում դրա ժամանակը նույնպես կգա, որովհետեւ Հայաստանում հաջորդ անգամ արդեն Ծովինարը թելադրեց, թե ինչ է պատրաստելու հաջորդ անգամ։ Ծովինար, դուք սկսեք, առաջին քայլը դուք արեք։ Աճեցնե։ Այո, հետո մենք աշխարհին կզարմացնենք։ Ինչպես զարմացնում ենք արդեն ծնեբեկով։ Այո, ես շատ ուրախ եմ Սինգապուր ենք արդեն ուղարկում։ Ես շատ ուրախ եմ ծնեբեկի համար, այո։ Անուշ, ավելացրու ծովախեց գետինը։ Եվ սոխը, կանաչ սոխը, որը ընդհանուր էր։ Պարտադիր պայման է կանաչ սոխը։ Ինչու՞։ Համեմը, այստեղ դնենք։ Իսկ ինչու է կանաչ սոխը պարտադիր պայման։ Ճիշտն ասած, գլուխ սոխն է պարտադիր պայման։ Ուղղակի եթերում պատրաստելու եւ համտեսելու համար մի քիչ գլուխ սոխը հարմար չէր, դրա համար անցա կանաչ սոխը։ Բայց միևնույն է մեր հարցը ուժի մեջ է։ Ինչի է սոխը պարտադիր։ Համը ճիշտ է, ինչպես կապարը, այնպես էլ սոխը ճիշտ համադրության համար։ Հիմա այստեղ էլ ավելացնում ենք թթվասերը։ Չէ։ Եվ մենք պետք է մի փոքր լայմի ցեդրա, չէ, ավելացնենք, կեղևը ավելացնենք այստեղ։ Լայմի կեղևը թե լայմի հյութը։ Չէ, լայմի կեղևը եւ կիտրոնի հյութը։ Մի բան էլ հիշեցնեմ ձեզ։ Ձեր տանը պատրաստած կլինեն կանայք հավի կրծքամսով աղցանը, մանր թել արած եւ թթվասերով։ Այո։ Անկույզով։ Ասեն, որ ինքը աղցան չի, ինքը ռիետ է։ Հա թե որտեղից է եկել։ Այո։ Այսինքն դա անկույզով տարբերակը ճիշտ հասկացա։ Այո։ Թթվասերով խառնված, որը որ կարող ենք հացի վրա դնել, պարտադիր է հացի վրա դնել։ Այո, երկուսն էլ ռիետն էլ, պաշտետն էլ պետք է տեղ գտնեն իրենց տեղը գտնեն հացի վրա։ Այսինքն այսօրվա այսպես շատ տարածում գտած բրուսկետաները, ինչպես ասում են։ Բրուսկետան դա իտալական մոտիվներ է, հա, իսկ սա ֆրանսիական։ Հացը չենք չորացնի, կօգտագործենք նատուրալ բագետի փափկության ու կտեղադրենք վրան։ Այստեղ արդեն։ Ահա, դանակով
թեթև տեղափոխես։ Ու շատ թարմ բույր կտա։ Անհամբերես։ Կիտրոնին էլ հյութը։ Անտարբեր չեմ ծովախեց գետնի հանդեպ։ Ես էլ։ Նրա մասին պատմություններ իմանալուց հետո մասնավորապես։ Դե ճիշտ է, մի քիչ տարօրինակ տեղեկություններ էին։ Բայց յոդի մասին չենք ասել։ Այն նաև հարուստ է յոդով, գիտեք, ծովախեց գետինը։ Իսկ յոդը մենք դե գիտենք, որ շատ անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար։ Հիմա կիտրոնը քամենք եւ սկսենք հավաքել։ Երկու տեղում էլ հարկավոր է կիտրոնը, որովհետև բավականին թարմ համ է տալիս։ Մի քիչ նորից աղ, մի քիչ։ Աղը վարդագույն է, ձկան պես։ Իսկ ինչով է նա դարձել վարդագույն։ Ես իրեն այդպես գնել եմ։ Վարդագույն աղ։ Այո, Հիմալայան վարդագույն աղ։ Հիմալայան վարդագույն աղ։ Սև պղպեղ։ Մի լավ խառնենք ու սկսենք մատուցել։ Եվ կայեն պղպեղ, որը բավականին կծու է, դրա համար կանի։ Կայեն պղպեղ, ես չէի լսել ճիշտն ասած։ Կարմիր պղպեղի տեսակ է, որը բավականին կծու է։ Շատ քիչ խնդրում եմ։ Այդպես էլ արեցի։ Իսկ ծովախեց գետնի վրա կայեն պղպեղ չեք անելու։ Չէ, Համի տարբերություն է լինելու։ ուղղակի որպեսի տարբեր լինեն։ Մի փոքր էլ այստեղ կիտրոն։ Եթե դու ուզում ես առանձին կարող ես ավելացնել։ Բայց ինչու։ Որովհետև Երևանը Բոլորը կծու չի, որ սիրում են կծու։ Բայց ինչու սաղմոնի վրա եւ Անուշ ջանը, մատուցման ափսեները փոխանցես։ Սաղմոնի վրա, որովհետև մերուժն է սիրում։ Միտեղ կդնենք ձկան ռիետը, Բայց ես ուզում եմ միտեղ կդնենք, դու դիր ծովախեց գետնով, Լավ, քո համար ես դնեմ առանձին կծու։ ձկով։ Մի փոքր էլ այդ ծովախեց գետնի վրա կծու կանեք, թե չէ կռիվ անում իրան։ Անենք, անենք Անուշ։ Առանձին իր Ես կտորի վրա կանենք։ կավելացնեմ։ Ես կավելացնեմ հատուկ ինայի համար։ Ընկերներ։ Կծու սիրող եք։ Այո։ Բայց կծուն այն, գիտես, ինձ համար օրինակ կծու, որ ասում են, իմ թարմ կանաչ պղպեղն է գալիս։ Կծու կանաչ պղպեղը։ Այն մնացած այդ համեմունքները մի տեսակ չեմ հասկանում։ Արհեստական կծու։ Չեմ հասկանում։ Չէ, արհեստականի Ասեմ կայեն կծուն շատ համեղ է, ինքը պարզապես կծու չէ, Չէ, ինքը ես կուզենամ իրան թարմ վիճակով փորձեմ։ Թարմ վիճակով։ Հենց մի փոքրիկ կտրեմ, այսպես կծեմ, Չես համտեսեմ։ կարող։ Ոչ թե իրան աղացած, չորացրած արդեն այսպես ցանեմ։ Չես կարող։ Չես կարող գծել կայեն պղպեղը երևի, Դե որովհետեւ բդանակով բարակ, մանր, ջուրի կտրեմ։ Չեմ կարող։ Ուզում եմ, որ ֆիքսեք այսօրվա պատրաստածը շատ ձեռնտու ուտեստ է։ Ինչով։ Կարելի է շամպայնի հետ հյուրասիրել, կարելի է նախաճաշին, կարելի է որպես միջուտեստ, կարելի է նախորդ օրվա եփածը դառնա ռիետ։ Ռիետին պետք է հարգալից վերաբերվել, որովհետև ինքը շատ սիտուացիաներ Փրկում է փրկում է, ուղղակի։ այո։ Փաստորեն ռիետը նախորդ օրվա հավի մսից դարձավ նույնիսկ աճեց եւ դարձավ ամանորի սեղանի անբաժանելի մաս։ Չէ, ամանորի սեղանի հավը դարձավ Ռիետ։ Այո, կարող եք անել։ Բա Եվ ինձ կհիշեք, երբ որ անեք։ կամ այն խոզի ազդրը, մեր ավանդական առանց դրա որ ամանորը չենք պատկասում։ Կարող է դառնալ ռիետ։ օրը դառնում է ռիետ։ Չէ, մինչև 9-րդ տարի չեն ձգում։ Չէ, 6-րդ օրվան չհասնեք, խնդրում եմ։ Հա, ես ավել էի ասում նույնիսկ։ Այստեղ վարկածներ Ես կային 13 9 էի տարվա ասում։ մասին։ Ուրեմն ռիետը երբ որ պատրաստեք, կարող եք դնել ապակյա տարայի մեջ եւ սառնարանում պահել 3 օր։ Ինչու ապակյա տարայի մեջ պարտադիր։ Դե իհարկե, ոչ պլաստիկի։ Նկատի ունես ոչ պլաստիկի։ Ահա։ Ուղղակի զգուշացնում ես պլաստիկի մեջ հանկարծ չդնել։ Դե իհարկե ոչինչ չի կարելի սառնարանում պլաստիկով պահել։
Աղեղով էլ մի քիչ, թթու վարունգով էլ մի քիչ զարդարենք։ Ես այստեղ էլ պետք է։ Կարելի է, այո։ Այդ դեպքում պետք է մի փոքր էլ ավելացնել։ Դե ավելացրան։ Մեկն էլ տնեմ եւ Բայց իրոք շատ հետաքրքիր բան ստացվեց։ Այո։ Ու նաև կարծում շատ տեղին դուք նշեցիք, որ այո, շատ ձեռնտու եւ հարմար տարբերակերի է։ Պարտադիր չի, որ ամեն անգամ նույն համակարգով օգտագործվի։ Դու կարող ես հատուկ իրեն համար, դիետի համար մթերքը պատրաստել։ Ահա, ճիշտ է, դա փորձում դարձա, որ եթե ցավ չեմ պատրաստում պետք է։ Ես հատուկ նշեցի, որ հարգանքով վերաբերվենք։ Տանը հին։ Չէ, դա ուղղակի այլընտրանք էր նաև։ Ձեր կողմից առաջարկ տարբերենք, որովհետև իր ստրուկտուրան այսպես թել-թել, կտոր-կտոր է, այդպես շատ չենք ճշտում։ Հա, հիանալի է, ես վստահ եմ մեր հեռուստադիտողները ամեն բան կհիշեն, Ծովինար, շատ շնորհակալ եմ յուրօրինակ բաղադրատոմս առաջարկելու համար։ Անուշ լինի։ Անուշ լինի։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իրոք շատ հետաքրքիր ու տարբերվող տարբերակ էր սա, վստահ եմ շատ խոհարարներ, տնային տնտեսուհիներ, տղամարդիկ ֆիքսեցին ու մենք էլ գնանք փորձենք ու կիսենք նաև համի տպավորությունը։ Ծովախեցգետին ինձ է սպասում։ Դուք վայելեք երաժշտությունը, մենք կվերադառնանք։ Ես կարող եմ։ Ինքը կարող է։ Մնացեք մեծ։